Բարի երեկո բոլորիդ, Աստված շատ օրհնի։ Շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ կյանք պարգևեց մեկ օր ևս լինելու իր սուրբ ներկայության մեջ, իր խոսքի մեջ, եւ փառք Աստծուն քեզ համար, որ այստեղ ես, եւ փառք Աստծուն քեզ համար, որ հետեւում ես մեզ, սիրելի քույրս, եղբայրս համացանցով։ Երբ որ փորձում էի պատգամը կառուցել, պատրաստել, սրտիս մի աղոթք դրվեց, որ Տեր, թող այսօրվա խոսքը հասնի այն մարդուն, ում որ դու ուզում ես։ Այն բերի հողը պատրաստես, Տեր, որ այսօրվա քո խոսքը կընկնի սրտի մեջ եւ իր կյանքում կգա ապաշխարություն։ Եվ իհարկե խոսքի ավարտից հետո կաղոթենք քեզ համար, չգիտեմ ով ես, բայց հաստատ գիտեմ, որ Աստված ուզում է, որ քո կյանքում փրկություն գա, ուզում է, որ քո կյանքում ապաշխարություն գա, որ դու էլ արժանանաս այն մեծ ուրախությանը, որ ամեն հավատացող փրկություն ունի Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ խոսքը վերնագրել եմ քո կյանքի ամենակարևոր որոշումը։ Այսօր մենք մեր կյանքում շատ տարբեր որոշումներ ենք կայացնում եւ գնում ենք այդ ամենի հետևից։ Աշխարհում մարդիկ իրենց առաջ դնում են նպատակներ, պայմաններ եւ որոշում են կայացնում, որ պետք է հետևեն այդ ամեն ինչին։ Բայց իրականում այդ ամենին, երբ որ հասնում են, տեսնում են, որ ամեն բան ունայն է։ Տեսնում են, որ իրենց դրված կյանքը, ժամանակը, որ արել էին, իրենց նվիրումով, իրենց ժամանակով, իրենց տաղանդներով ծախսեցին այն ամենի վրա, ինչը որ իրականում փուջ էր եւ ունայն։ Բայց երբ որ մենք որոշում ենք կայացնում ընդունել Տեր Հիսուս Քրիստոսի մեր կյանքի Տեր ու Փրկիչ, սա դառնում է մեր կյանքի ամենակարևոր կետը, որ իր մեջ մեծ արժեք ունի եւ նպատակ ունի, որ մենք հետևենք Տիրոջը։ Եվ երբ որ մենք ընդունում ենք Տեր Հիսուս Քրիստոսի մեր կյանքի Տեր ու Փրկիչ, հավատալով, որ նա ուղարկվեց աշխարհ իմ եւ քո մեղքերի համար բարձրացավ խաչը, որպեսզի ես ու դու փրկություն ունենանք։ Վստահելով նրան ամբողջ սրտով, սիրելիներ, եւ ունենալով հավատք Տեր Հիսուս Քրիստոսին, հավատք ունենալով մենք գալիս ենք արդեն ապաշխարության, երբ որ մենք հավատում ենք, արդեն ճանաչում ենք, որ միակ պատնեշը դա մեղքն է, որ կանգնած է իմ եւ Աստծո մեջ, դա մեղքը սիրելն է։ Եվ երբ որ մենք Աստվածաշունչն ենք ընթերցում, երբ որ այնտեղից մենք ճանաչում ենք Աստծո խոսքը եւ ճանաչում ենք մեզ, ճանաչում ենք որն է մեղքը եւ այդ ժամանակվանից սկսում ենք ապաշխարության աղոթք անել, հասկանալ, որ իրականում այն ժամանակ, որ մենք ապրել ենք ոչ ճիշտ։ Եվ Աստվածաշնչում մի իրադարձություն կա, որ կուզեմ խոսել Մարկոսի ավետարան 2-րդ գլխի առաջի խոսքից մինչև 12-րդ համարը։ Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնայում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ Անմիջապես այնքան շատ մարդ հավաքվեց, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծո խոսքն էր քարոզում նրանց։ Եվ նա մոտ բերեցին մի անդամալուցի, որին բռնել էին 4 հոգով, երբ ամբողջի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, եւ անցք բացելով, անցնելով իջեցրին մայիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով անդամալույցին ասաց. «Որտյակ քո մեղքերը քեզ ներված են»։ Ուզում եմ այստեղ կանգ առնել եւ ասել, որ Տեր Հիսուսը երբ որ քարոզում էր այդ տանը, տարածվեց այդ լուրը եւ մարդիկ եկան։ Եվ փառք Աստծուն այն մարդկանց համար, ովքեր որ անդամալույցին բերեցին Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Ուզում եմ նաև այստեղ ասել, որ մենք շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր որ
մի օր մեզ ավետարանեցին բարի լուրը։ Մի օր մեզ մեր մաշի մեջ բերեցին Տեր Հիսուս Քրիստոսի առջև։ Եվ երբ որ մենք մեր մաշի մեջ, մեր կյանքի մեջ, երբ որ մեղքերով լցված ենք, մեկը մեզ այդ բարի լուրը ավետարանեց եւ ցույց տվեց այս պատմության պես, որտեղ որ Քրիստոսը խոսում է եւ հավաքված են մարդիկ իր շուրջը։ Եվ փառք Աստծուն եկեղեցու համար, որ հավաքվում է Տիրոջ անվան շուրջը։ Եվ այսօր ես վերցնում եմ ինձ վրա, երբ որ ես չէի ճանաչում Տեր Հիսուսին ու իմ մեղքերի մեջ, իմ սխալ կյանքով ապրում էի իմ մաչի մեջ, փառք Աստծուն մարդկանց համար, ով ինձ տանիքից իջեցրին իր մոտ։ Եվ գրված է, որ այնտեղ Տեր Հիսուսը ասում է, որ իրենց հավատքը տեսնելով ասեց, որ ձեր մեղքերը ներված են եւ բժշկություն արեց։ Միջդայել ասում է, որ ամբողջի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան։ Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել եւ ասել, որ քո կյանքում եթե կան դժվարություններ, որը որ խանգարում է քեզ մոտենալ Տեր Հիսուսին, խնդրում եմ չհիասթափվես։ Մարդիկ կան քո կողքը, ովքեր որ քեզ կօգնեն, որ դու հասնես։ Գտիր քո տանիքը, որտեղ որ քեզ կիջացնեն Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Այնտեղ է փրկությունը, նրա մոտ է փրկությունը։ Եվ հավատքը ամենակարևորն է, որովհետև եթե դու չունենաս հավատք, դու այդ ամենի միջով չես անցնի։ Այսօր աշխարհը ողողված է սխալների ու մեղքերի մեջ, եւ շատ մարդիկ, ինչպես նաեւ խոսում ենք, միջարած դատապարտություն ունեն եւ մոտեցում չունեն, ինչպես գալ, ինչպես ազատվել այդ ամենից, եւ հիվանդություններ կան, որ մարդկանց բարփակում են, դժվարություններ կան, որ մարդկանց թշնամին միշտ օգտագործում է, որ Աստծուն չգան, եւ ամեն բան խանգարում է, որ մենք ճանաչենք Տեր Հիսուսին եւ գալ նրա առաջ։ 5-րդ համարում ասում է, որ Հիսուսը նրանց հավատը տեսնելով անդամալություն ասաց, որցյակ քո մեղքերը քեզ ներված են։ Ուզում եմ, որ ես ու դու արժանանանք այս խոսքերին։ Արժանանանք այն խոսքերին, որ իրականում Տերը մեզ մեր հավատքը տեսնելով ուզում է, որ մեր մեղքերի հանդեպ մեր վերաբերմունքը փոխենք եւ ճանաչենք ինչպես ապրենք քրիստոնյա վայել կյանք։ Եվ ինքնուրույն համարում ասում է, եւ Հիսուսը իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում եւ նրանց ասաց. ինչու եք ձեր մտքում նման բաներ մտածում, որն է հեշտ, անդամալություն ասել, քո մեղքերը ներված են քեզ, թե ասել, վեր կաց, մայրդ վերցրու եւ քայլիր։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա մեղքերի թողություն տալու իշխանություն ունի, անդամալություն ասաց. ասում եմ քեզ, վեր կաց, մայրդ վերցրու, քո տուն գնա։ Եվ սա իսկույն վեր կացավ, մայրը վերցեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչև բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում, ասելով. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Նույն պատմությունն է Ղուկասի ավետարան 5-րդ գլխի 26-րդ խոսքում, ասում է, որ երբ բոլորը ապշած եղան եւ փառավորում էին Աստծուն, ահով լսվեցին ու ասում էին. այսօր արտասովոր բան տեղի ունեցավ։ Ուզում եմ, որ քո կյանքում այդ արտասովոր բանը այսօր տեղի ունենա, սիրելի քույրս եւ եղբայրս։ Եթե դու ունես, ես հավատում եմ, որ ունես, ես ունեմ դրա կարիքը, որ Տեր Հիսուսը հանեց մաչից անդամալույցին, նրա կյանքը ամբողջովին փոխվեց։ Նա այլ առաջվանը չէր։ Երբ որ դու կենդանի հանդիպում ես ունում Տեր Հիսուսի հետ, քո կյանքում ամեն բան փոխվում է։ Դու չես այն առաջվանը չես։ Հներն անցնում են եւ սկսում են նորը, սկսում են ամեն ինչ, որ արդեն իսկ Տերը մեզ համար պատրաստել է եւ ուզում է, որ ես ու դու սրա մեջով անցնենք եւ պատրաստ լինենք իր խոսքին հավատարմորեն մնալու եւ ծառայելու։ Եվ իսկապես քո կյանքի մեծ փոփոխությունը կարող է քո շրջապատի մեջ, քո ընտանիքի մեջ, քո հարազատների մեջ լինի մեծ վկայություն եւ դու դառնաս այն շղթան, որով որ մարդիկ կմոտենան Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ
Աստծո նպատակը չէ, որ միայն ինձանով այս ամեն ինչը սահմանափակվի, այլ նրա համար, որ եթե ես ճանաչել եմ Տիրոջ քաղցրությունը, մենք պետք է փոխանցենք այն մարդկանց, ովքեր որ կարիք ունեն, եւ այսօր աշխարհը դրա կարիքն ունի։ Եվ մենք էլ որպես եկեղեցի եւ Աստծուն ծառայող մարդ պետք է լինենք այն 4 մարդիկ, ովքեր որ բերեցին անտամալություն եւ իջացրին Տիրոջ առաջ։ Սա շատ կարևոր է, սիրելի քույրս եւ եղբայրս, որ մեր կյանքում լինի։ Նաեւ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել շնորհակալություն այն մարդկանց, ովքեր որ բաժին ունեցան իմ կյանքում եւ հավատում եմ նաեւ քո կյանքում, որ այն բարի օրը մեզ այդ բարի լուրը ավետարանվեց, որ Տեր Հիսուսն է միակ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, եւ իրենով է, որ մենք գալիս ենք փրկության, եւ նրա խաչն է, որ մեզ տանում է, եւ նրա հարությունն է, որ մեզ տանում է հավիտենական կյանքին։ Եվ քո կյանքում եկած բոլոր դժվարությունները, ինչը որ քեզ կխանգարի, որ դու հեռու մնաս Աստծուց, թող ոչ մի բանը այս օրինակով, անդամալության օրինակով չխանգարի։ Թող որ բոլոր պատնեշները քանդվեն եւ դու էլ գաս Տիրոջ առաջ եւ բժշկվես եւ մեղքերի թողություն ստանաս, որովհետեւ միասին վայելենք այն հավիտենական կյանքը, որ Տերը պատրաստել է իրեն հավատացողների համար։ Սիրելի քույրս եւ եղբայրս, ուզում եմ որ աղոթենք հենց քեզ համար։ Եթե դու հիմա լսում ես մեզ, եթե քո խոսքին հպվեց ինչ-որ խոսք, խնդրում եմ որ չանտեսես այս ամեն ինչը, որտեղ Աստված հենց քո համար էր պատրաստել։ Աստված հենց իր խոսքը ուզում է որ ուղղել դեպի քեզ, որ դու եթե քո մաչի մեջ ես ու չգիտես ինչպես դուրս գաս այդ ամեն ինչի մեջից, ապա մենք պատրաստ ենք քեզ բերելու, քեզ ցույց տալու ճշմարտությունը եւ ասելու այո, այսօր եւս Քրիստոսը իր խոսքը տարածում է եւ փոխանցում է մեր կյանքում, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Եվ սիրելի եկեղեցիք, ուզեմ որ կանգնենք եւ միաբան աղոթենք այն մարդկանց համար, ովքեր որ դեռ չեն ապաշխարել, ովքեր որ դեռ չեն ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեր շրջապատում, մեր ընտանիքներում մենք առնչվում ենք ամեն օր այսպիսի մարդկանց հետ։ Աղոթենք, որ իրենց ականջները բացվի։ Աղոթենք, որ Աստծո խոսքը լսեն եւ Աստծո խոսքը լսելով է մեր հավատքը եւ մենք հավատքով է, որ փրկություն ունենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ Աստծո սերը այնքան մեծ է, որ իր համբերությունը, իր ողորմությունը քեզ ուղղում է այսօր։ Խոսք ունի քեզ, չէ հուսահատվես, ես քո կողքին եմ, Տերը խոստում ունի, ինչ բնավորության Տեր մարդ ես, ինչ դժվարությունների միջով ես անցնում, չգիտեմ սատանան քեզ խաբում է, որ դու արժանի չես, աշխարհը ասում է, որ այս մարդու մոտ փրկություն չկա, էսի ոչ էլ ուղղվող է, ես ուզում եմ այդ խոսքը ուղղել քեզ, որ Տեր Հիսուսը հենց այդպես սպասում է քեզ, արի Տիրոջ առաջ, արի հավատքով Տիրոջ առաջ, արի որ դու էլ փրկություն ունենաս, արի որ դու էլ մեղքերի պատնեշը քանդվի եւ դու հարաբերություն ունենաս Տեր Աստծո հետ։ Ունենանք մեր գլուխը եւ հավատքով խնդրենք մեր Աստծուց։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք քո սիրո եւ ողորմությանդ համար։ Շնորհակալ ենք, որ մեզ արտոնել ես Տեր, կանգնելու քո առաջ եւ աղոթք բարձրացնելու Տեր իմ Աստված։ Այո, մենք ժամանակին ապրում ենք մեղքերի ու սխալների մեջ։ Այո, մենք ենք որոշում ինչպես ապրել, որն է մեզ համար ճիշտ, որն է մեզ համար սխալ։ Բայց երբ որ ճանաչեցինք քեզ, Տեր, երբ որ խավարի մեջ ենք եւ մեր մեջ քո լույսը ծագեց, Տեր, ամեն բան երևաց։ Եվ խնդրում եմ այդ մարդկանց համար, ովքեր որ խավարի մեջ են, տառապում են, Տեր, սատանայի ձեռքի մեջ տառապում են, խնդրում եմ, որ ազատագրես այդ մարդկանց, Տեր իմ Աստված, խնդրեմ, որ բերես լույսի մեջ, Տեր Հիսուս, եւ քո խոսքդ, մեկ հրամանդ իրեն կյանքում փոփոխություն բերի, Տեր, թող որ բոլոր հիվանդությունները բժշկվեն, Տեր իմ Աստված, որոնք որ գեղեցել են այդ մարդկանց եւ չգիտեն, բողոքում են, Տեր ջան, քո դեմ են դուրս եկել, քեզանից են պահանջում,
խնդրում եմ, որ փոխես իրենց միտքը, Տեր։ Այդ մարդկանց, որ ծանր բնավորություն ունեն, այսօր աշխարհում տարածված է բոլոր տեսակ մոլությունները, մարմնավոր ցանկությունները, որոնք հեռու են պահում քեզանից, թող որ բոլոր մեղքերը Տեր իմ Աստված քո սուրբ հոգովդ հպվես իրենց եւ ազատագրություն գա այդ մարդկանց կյանքում, Տեր։ Եվ մենք էլ որպես քո ծառաներ օգտագործիր մեզ, որպես քո եկեղեցի օգտագործիր մեզ հասնելու այդ մարդկանց եւ քո բարի ավետարանը փոխանցել։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։